Բարև ձեզ։ Տաղավար ամփոփում ենք վանդույթի համաձայն անցնող շաբաթը, չնայած նախորդ շաբաթ դուք չեք եղել տաղավարում, գուցե թեմաները մի քիչ ավելի շատ լինեն։ Այսօր Գյումրու տոնն է, քաղաքի տոնը, բայց մեր ամոթն է նաև, որ Գյումրին եւ մենք բոլորս տոնը դիմավորում ենք եւ նշում ենք բանտված Միքայել Սրբազանի հետ, 3 դատարանի 2 տարով կանոնավորեց Միքայել Սրբազանին, խայտարակություն եւ ամոթ, խնդրեմ սրանից սկսենք, համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է լինես ծայրաստիճան սրբապիղծ, որպեսզի նման տարիքի եւ նման երկար գործունեություն ծավալող սրբազանին Գյումրու թեմի առաջնորդին Գյումրու տոնի հենց նախորդին 2 տարով կալանավորես, մեծ հաշվով սրբազանը խոսել է այն խնդիրներից, որոնք երկրում ծառացած են եւ խոսել է արդար, հիմա մի քիչ էլ կարողա ծայրահեղական ձևով է խոսել կամ մի քիչ էլ կարողա իրերը կոչել է իրանց անուններով, որի հետ ես չեմ կարող օրինակ ասել, որ ինքը այնպիսի բան է ասել, որ իրան կալանք է հասնում։ Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի կարմիր գծեր չունենալը, այս իշխանությունների կարմիր գծեր չունենալը եւ ամեն ինչի գնով իրենց ուզածին հասնելու ճանապարհները եւ մեթոդները արդարացնելը։ Նախ եւ առաջ ես կցանկանամ ասել, որ ոչ միայն Միքայել Սրբազանը, այլև Բագրատ Սրբազանը, մնացած քաղաքական բանտարկյալները, տասնյակից ավել բոլոր այն մարդիկ, ովքեր կալանավորված են, բոլորը կալանավորված են անհիմն, բոլորը կալանավորված են անարդարացի։ Սամվել Կարապետյանով պարզապես ասել է, որ ես իմ ձևով լինելու եմ եկեղեցու կողքին, այդ մարդուն արդեն 3-4 ամիս է, չէ, եթե չեմ սխալվում, նրան կալանքի տակ են պահում եւ անընդհատ երկարացնում են նրա կալանքի ժամկետը։ Այս ամենը խոսում է նրանից, որ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենցից ինչ-որ բան են ներկայացնում եւ բարձրաձայնում են արդարությունը, բարձրաձայնում են ճշմարտությունը, բարձրաձայնում են այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ, այդ մարդկանց ձայնը կտրելու համար, այդ մարդկանց չեզոքացնելու համար Նիկոլ Փաշինյանը պարզապես մեկին սպանում է, մեկին կալանավորում է, մեկին, չգիտեմ, ռեպրեսիաների է ենթարկում, մեկին շանտաժ է անում։ Ես պլանավորել եմ շատ երկար խոսել սպանություններից, խաղաղությունից, անվտանգությունից, Նիկոլի ասած, ուրեմն ինչ տեղի ունեցավ մի քանի շաբաթ առաջ։ Նախ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը շոկային էր, կարծում եմ ոչ միայն ինձ համար, այլև ցանկացած բանական հայի համար, ով հայրենիք է սիրում, որտեղ Վոլոդյան մեծ հարգանք ուներ Փարաքյարում, Վոլոդյա Գրիգորյանին բոլորը սիրում էին, նա նմանատիպ իրավիճակում ռեպրեսիոն Նիկոլի իշխանության օրոք Նիկոլ Փաշինյանին քարը քարի վրա չթողեց եւ նրա տեխնացուին հաղթեց Փարաքյարում, ցույց տալով, որ ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը։ Հիմա հերթով գնանք էլի, որ Նիկոլ Փաշինյան իր էջին գրեց, որ հրամայում եմ բացահայտել սպանությունը իր ձևով գրեց, որ ինքը կապ չունի, որտեվ եթե արագ արձագանքում ես երկրի ղեկավար լինելով նման սպանության, ուզում ես ցույց տաս, որ դու կապ չունես ինչ-որ բանի հետ։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Վոլոդյա Գրիգորյանի հետ, ոչ թե Վոլոդյա Գրիգորյանն է, այլ Վոլոդյա Գրիգորյանի հետ տեղի ԿՊ-ականները ունեին շատ լուրջ խնդիրներ եւ առաջին խնդիրը հենց այն էր, որ Վոլոդյա Գրիգորյանը նրանց ընտրություններում հաղթել էր եւ խայտարակ էր արել, ցույց տալով իրանց ոչնչությունը, իրանց ժողովրդի կողմից ընդունված չլինելը եւ իրանց զրո լինելը։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, սիրելի նիկոլականներ, սիրելի մարդասպաններ, դուք ո՞նց եք պատկերացնում քաղաքական սպանության պատվերը, այսինքն պետքա կիլերը գնար, գրություն թողներ, գրեր Նիկոլ Փաշինյանը հրահանգելա, քեզ պետքա խփեմ, հա, լայվով պետք է գնար, տենց սպաներ ու ասել, որ սա քաղաքական սպանություն է։ Մենք մեր համար բոլորից մեզ բոլորի համար պարզ է, որ Վոլոդյա Գրիգորյանը, օրինակ ուժայինները տեղյակ լինելով, որ նման սպանություն է լինելու, նման կոնֆլիկտ կա, պարզապես ոչինչ չեն արել օրինակ,
որպեսզի Վոլոդյա Գրիգորյանին հանեն խաղից, որովհետև առաջիկա մեջմիածնի ընտրությունները, առաջիկայում խորհրդարանական ընտրությունները եւ Վոլոդյա Գրիգորյանը օրինակ փարաքարով մի 2% ձայն 100%-ի մեջ, օրինակ խորհրդարանական ընտրություններին կտաներ միայնակ ինքը Նիկոլին դեմ։ Միանշանակ Նիկոլը 2%-ի համար մի հոգի չէ 5000 հոգու տղու գլուխ կերավ, Արցախ հանձնեց թուրքերին, ինչի մասին է, որ քաղաքական նմանատիպ սպանություններ չիրականացնեն կամ չիրագործեն կամ աչք չփակեն կամ գիտեք ո՞նց է լինում քաղաքական սպանությունները, բա վերնախավից այդ նիկոլական տեղի, նիկոլական իշխանավորներին ասել են դուխները տեղը պահեք, գնացեք, ձեր հարցերը լուծեք, ստացեք ինչ պետք է ստանաք, այն մարդիկ է գնացել խփել են, բա ո՞նց է լինում քաղաքական սպանությունը կամ այդ որ Նիկոլ Փաշինյանը ասում է 1 տարի 7 ամիս զոհ չի եղել, Ռուբեն Ռուբինյանը, Հասմիկ Հակոբյանը, որ ասում են խաղաղություն է եկել, ծափահարում են իրանք, այլևս մենք խաղաղ ենք ապրում, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, այ ընդդիմությունը հանգիստ չի կարող ապրի, որտեղ մեր երկիրը խաղաղ է լինելու։ Այսինքն նախ սահմանին էլ զոհ կա, դուք ստում եք, որ զոհ չի եղել, եւ սակայն ինչ տարբերություն ադրբեջանցու կրակոցից է զոհ, թե բանակում այնպիսի բարդակա, որ զինվորները կախվում են իրար վրա են կրակում կամ անհասկանալի պայմաններում զոհվում են, թե արա այդ քո բանակում չէր, որի հրամանատարը ճակերտների մեջ ոչ բարով դու ես, որ 13 զինվոր վառվեց Սևանում զորամասում, այդ քարից բուտկայի մեջ, հա, արա այդ քո խաղաղությունն է, դու ադրբեջանցին չլինի, դու կոտորում ես քո հայրենակիցներին, սրբազաններին կալանավորում ես, մեկը քաղցկեղ ունի, մեկը շաքար ունի, մեկը բարերարա հանրահայտ համաշխարհային տարել ես անարդարացի փակել ես ինչա թե մարդը իրա ձևով ասել է որ եկեղեցու կողքն ալնելու Ռուբեն Վարդանյանին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախագահներին փուրն ես տվել Բաքվում գերի են գնում ես գերիների մասին ինչ որ բան ես պայմանավորվում խոսում ես այդ մարդկանց անունները մեջը չկա բանոր արա դու դեմ տվող մարդ ես դեմ ես տալի մարդ ես սպանում դեմ ես տալի մարդ են փակում դեմ ես տալի փուրն ես տալի մարդկանց թշնամի երկրում վերցնում են գերի տանջում են ռեպրեսիաների են ենթարկում, հասկանում ես, դու այդ անձնավորությունն ես եւ մեր ժողովուրդը կարծում եմ հասկացել է լա դու ով ես եւ առաջիկա ընտրություններին քո պատասխանը կտա։ Սակայն օրինակ նաեւ պետքա հիշել օրեր առաջ հենց Վալոդյա Գրիգորյանի սպանության գիշերը Արցախցի Բորիսի հյուպատոսարանում Ռուսաստանի անհասկանալի պայմաններում Այո, Բորիս Ավակյանի անհասկանալի պայմաններում, չգիտեմ, սպանեցին այդ տղուն, մահացավ, ինչ եղավ, հյուպատոսություն, ով մտավ, ինչ եղավ այդ տղու հետ։ Այդ մարդը լրագրողին ուղարկել էր ինչ-որ տեսած այնագրություն, որ ուզում է գա իր երկրում պատասխանատվություն կրի, եթե մեղավորա։ Սպանեցիք այդ մարդուն էլի։ Այն կոմենտներում էլ գրում են անգերագետ համալսարան ու դպրոց չավարտածները Ռուսաստանում է մեռը, Նիկոլ ինչ կապ ունի, այդ տագետներ, ցանկացած երկրում տվյալ երկրի քո Հայաստանի Հանրապետության հպատոսությունը ու դեսպանությունը քո երկրի անձեռնմխելի տարածքն է այսինքն դա քո երկիրն է որոշ համարվում է քո երկրի տարածք եւ եթե դուք չեք սովորել դպրոցում չեք սովորել համալսարանում կրթված չեք եւ ձեր համար շատ նորմալ է որ դուք պետքա կրթված չլինեք որովհետեւ ինչի մասին է խոսքը օրինակ Նիկոլ Փաշինյանի падգամավորը անլվա տեսքով իրա խոսալով ես անլվա չեմ ասում եմ որ ինքը կարող է տգեղա կամ գեղեցիկ է ես արտակինի մասին չեմ ասում նա այդ падգամավորի մասին եմ խոսում անունը չեմ էլ հիշում որովհետև ես չեմ կարող իմ ուղեղը ծանրաբեռնեմ նման տագետի անունը հիշեմ օրինակ 2 օր հետո որ ասում էր իմ հետագծում քաղաքական կրթություն չկա բայց կա սեր կա ջերմություն կա այսինքն ցինիկություն այս դուք այս երկիրը սենց կրկես ոնց եք սարքել այսինքն դուք բերել եք մի մարդու դարձրել եք падգամավոր ով ազգային ժողովի ամբիոնից նախ խոսել չգիտի եւ པարզ երևում է պետք է չէր ասել որ ինքը կրթություն չունի իր խոսալուց դա երևում է ասենց եղունգների հետ խաղալով ռաբիզ ինչ որ բաներ սարքած ասենց եղունգներին նայելով ասում է ես կրթություն չունեմ բայց ես բուժքույր եմ եւ բուժքույրը դա բժիշկ արեք ինչ եք անում դուք այս երկրի հետ դուք ինչ եք սովորացնում 14, 15, 16, 17 տարեկան երեխեքին, այն սերնդին, ովքեր պետքա դպրոցը նոր ավարտեն ու համալսարան ընդունվեն ու ընդունվել են։ Դուք ինչ եք սովորացնում։ Դուք սովորացնում եք, որ պետք չի կրթվել, որ պետքա դեբիլ մեծանալ, այ որ դեբիլ մեծանաս, կարաս Նիկոլի մոտ գաս падգամավոր դառնաս, որովհետև տենց եք դուք։ Դուք տենց օրինակ եք ծառայում։
մեր ժողովրդին։ Ինչի մասին է խոսքը։ Եվ դուք միտքս շարունակեմ, հիշեցի նաև տգիտությունը այդ ամեն ինչի հետ, միտքս շարունակեմ, որ եթե դուք ասում եք, որ երկրում մի տարի 7 ամիսա զոհ չի եղել, այլ մեր երկրի ներսում Սարյանի վրա օրինակ մեքենայի մեջ մարդ են վառում, մասիվում մանկապարտեզի տարածքում իրար վրա են կրակում, մեկը հյուպատոսությունում է անհասկանալի պայմաններում մահանում, մեկը համայնքապետ է 3 երեխաների հայր, 4 երեխաների հայր, կներեք, գեղեցիկ ընտանիք ունի, լավ նորմալ հայր ունի, նորմալ կին ունի, լավ ընտանիք ունի, լավ հայ մարդ է, քրիստոնյա, իր ժողովրդի կողմից ընդունված տվեցիք, սպանեցիք այդ մարդուն, ասում ես մի տարի 7 ամիս զոհ չի եղել, այդ գիտես ինչ է արդյունքն է, Նիկոլ, դա քո որդեգրած քաղաքականության արդյունքն է, դա նրա արդյունքն է, որ Վոլոդյան օրինակ սևեր կամ սպիտակ եւ իրան սպանողը այն մյուս գույններ։ Դա նրա արդյունքն է, որ դու մեր հայրենակիցներին բաժանեցիր սևերի ու սպիտակների։ Այս սպանությունները, այս ամեն օր դանակահարելը իրար, զենքով խփելը, վառելը, պահելը, սպանելը, երեխա գողանալը, գետերում կորելը, այդ երեխեքի դրա դիմաց փող ուզելը, հետո 2 ամիս հետո պարզվելը, որ այդ երեխեն պրոստը գետներ են, այս անարխիան, այս ամենաթողությունը։ Քո ստեղծած այ իրական Հայաստանն է։ Որ դու ասում ես իրական Հայաստան, այ դու էս իրական Հայաստանն ես ստեղծել։ Այ քո ստեղծած իրական Հայաստանում դու պատերազմ ես հրահրում։ Արցախ ես հանձնում, 5000 տղու գլուխ ես ուտում, գալիս ես բունկերում թաքնվում ես, բունկերից լայվդ միացնում ես, ասում ես պետքա իմ դեմ խոսացող ժողովրդին պատերի տակ գնդակահարել։ Բա Վոլոդյանին էլ հենց այդ քո կոչով են գնդակահարել։ Բա ինչի օրինակ դու չպետք է համաձայնվես կամ ինչ-որ մեկը, որ դա տենց է։ Դու երկրում այնպիսի իրավիճակ ես ստեղծել, որ մարդիկ կարող է մեկը լինի ընդդիմադիր, մեկը ոչ բարով լինի նիկոլական իրար սիգնալ տան, հանեն զենքերով իրար կրակեն, սպանեն, անցնեն իրենց գործերին։ Դու այդ իրավիճակն ես ստեղծել մեր երկրում։ Դու մեր երկրում ստեղծել ես մի իրավիճակ, որ մարդիկ իրար ատում են, այնքան որ սպանում են։ Նմանատիպ դեպք ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ, ոչ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նմանատիպ սպանությունների քանակ երբևիցե չի եղել։ Որը ամենավատը որն է, որ գնալով աճում է այդ սպանությունները։ Այսինքն չես կարող ասես, որ լավ դեպքեր եղավ, չէ, արա այդ դեպքերը աճում են։ Ինչքան խոսենք Վարշավիրանոցում 3 ամիս առաջ Վարշավիրանոցի դիմաց ընկած 2-3 տեղից գլխից կարակած երիտասարդ տղայի մահը ասեմ։ Օրեր առաջ Կապանում Վարդենիսցի տղայի դանակը հարելը իր հետ աշխատողներին ինչ որ լամպ մաքրելու հետ կապված, չէ, տենց բաներ եղել, դանակով խփել էր 2 հոգու, մեկը մահացել էր։ Մի ինչ որ ժամանակ առաջ Կապանի էլի երիտասարդների դանակահարությունների տեսագրությունները բոլորը տեսել են, որ էլի երիտասարդ տղա մահացավ։ Արա դու ասում ես մի տարի 7 ամիս զոհ չի եղել մեր երկրում։ Արա դու երկրի ներսից մեր հայրենակիցներին զոհում ես քո ստեղծած անպատժելիության, քո ստեղծած ատելության, քո ստեղծած անհանդուր ժողականության մթնոլորտի պատճառով։ Ու դու ասում ես, որ մեր երկրում զոհ չկա, մեր երկրում ամեն ինչ նորմալ է, մենք մտել ենք խաղաղության դարաշրջան։ Արա քո մասին Թրամփը ասում է այն գյադեն, that guy, այդ հասկանում ես, չի նշանակում այդ տղեն, այդ նշանակում է այդ գյադեն, քո մասին Թրամփը խոսում է մեկ այդ գյադեն է ասում, լավ տղա էր տենց, որտեվ միջանցք ես տալու իրանց փողեր են աշխատելու։ Մեկ ասում է Հայաստանին Ալբանիա, մեկ ասում է Հայաստանը Կամբոջայի հետ հարաբերությունները լարված է իր հայրենակիցներին հորդորումա չգնան Հայաստան ու Կամբոջա։ Արա դու մեր երկիրը սարքել ես խայտարակություն, ամոթ։ Դու մեր երկրին վերաբերում ես այնպես, ինչպես քո տեսքն է, ինչպես դու ես։ Կզած խայտարակ, չգիտեմ, անամոթ անձնավորություն, ով մեր դրոշը, մեր պետականությունը, մեր երկիրը, մեր սրբությունները, մեր կարմիր գծերը ամբողջ աշխարհի առաջ տվել է գետնին։ Մեզ խայտարակ արել։ Մեզ այնպես է խայտարակ արել, որ դա կարծում եմ ոչ մի իշխանությունների հետ գալով առաջիկա 5-10 տարիների ընթացքում անհնար կլինի հետ բերելը։ Այդ համբավը մեր բարձր պատիվը, հարգանքը, որը աշխարհի շատ ու շատ երկրներ մեր հանդեպ ունեին։ Լինելով
փոքր երկիր, մեր այդ շատ երկրներ հաշվի էին նստում, հարգանքով էին, հարաբերություններ էին ստեղծելիս, հիմա մեր երկրի ղեկավարին ասում են that guy, ասում են Ալբանիա, Կամբոջա, չգիտեմ, Ալեմանիա, ինչ ասես, ասում են բացի Հայաստանից, որովհետև դու ես այդ ամենը, որովհետև քեզ չի կարելի այլ ձև վերաբերվել, քան որ վերաբերվում են։ Նաև խոսեմ քո էլի մեր սիմվոլների, մեր ազգային արժեքների, մեր ավանդական բաների հետևից ընկնելու արշավի մասին, որը չես դադարում, այն տեսանյութ տեսա, որտեղ դու ասում էիր, որ այ օրինակ ինչի են մեր ֆուտբոլային թիմերի անունները, օրինակ Արարատ, Վան, չգիտեմ, ինչի են պատմական Հայաստանի, Արևմտյան Հայաստանի անուններով, ինչի չկա, բայց այ անասուն, մենք Արարատ քաղաք ունենք, նախ, այդ սիգարետն էլ, որ վրայից Արարատ ուզում ես հանես, այդ ֆուտբոլային թիմն էլ, արա, դու ինչ գիտես պատիվ ու հաղթանակը ինչ է, մեր պապերը, մեր հայրերը, գնացել են Արարատ 73-ի խաղին, Արարատ 73-ի խաղին, Արարատի խաղերին, ով Բավարիային է հաղթել, ով Դինամո Կիևին է 2-1 հաշվով հաղթել, դարձել է սովետի չեմպիոն, արա, այդ անունը մեր հաղթանակների հետ կապ ունի, այդ անունը մեր պատվի, մեր արյան, մեր ոգու հետ կապ ունի, դու ես ուզում մեր հաղթանակները, մեր այն անունները, այն տեղանքները, այն բաները, որ մեզ կարա ուժ տա, որ կարա ազգային ոգի արթնացնի, օրինակ որ Արարատ ֆուտբոլային թիմը մտնի չեմպիոնների լիգա ու ազգին համախմբի։ Արա դու ես ուզում դրանք ոչնչացնես։ Ես չեմ հասկանում, դու թուրքից թուրք ես, արա, դու Էրդողանից ու Ալիևից թուրք ես, դու ես ուզում վերացնես բոլոր այն ապացույցները, որոնք հայկական են, որոնք ցույց են տալիս, որ մեզ աշխարհում շատ երկրներ կան, որ պարտք են։ Այնքան բան, որ մերն եղել, որ մեզից խլել են։ Արա դու ինչ պատուղ ես, դու ինչ ես ուզում այս ժողովրդից, այս երկրից, դու ում կողմից ես ուղարկված։ Արա միթե դու այն անձնավորությունն ես, այն ները, որ Աստվածաշնչում գրած է, որ պետքա սատանան գա ու դու եկել ես այն երկիր, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը ու քրիստոնյաներին պատժում ես նրա համար, որ դու սատանա ես, իսկ իրանք քրիստոնյա են։ Ինչ է այս ժողովուրդ ես ազգը քեզ արել, որ դու խաղաղություն, նոր Հայաստան, անկախություն, 40 օրեկան, 1 ամսականն ես նշում ինչ-որ նոր խաղ, արա դու հոգեկան չես, դու այս ազգի ուղիղ թշնամին չես, դու ինչ ես անում, դու ինչով ես զբաղվում, և ես շատ կցանկանամ մեր հաղորդման վերջում խոսել մի անձնավորության մասին, ով իմ կարծիքով Նիկոլից սրբապիղծ է, ես տենց մարդ չեմ ճանաչում, բայց ես Գեղամ Նազարյանի մասին պետք է խոսեմ, ես անձամբ Գեղամ Նազարյանին ճանաչում եմ, ես չեմ տեսել, նույնիսկ, ես անկեղծ եմ ասում, չեմ տեսել մի նիկոլական զոհվածի ծնող, ով Գեղամ Նազարյանի նման իր տղու արունը ծախել է։ Ես Աբգարին ճանաչել եմ, շատ հայրենասեր, շատ լավ տղա է եղել, զոհվել է հայրենիքի համար, բայց իր հերը մի քանի օր առաջ, չեմ հիշում ում էր հարցազրույց տալիս, ասում էր մենք խաղաղ ենք ապրում Ադրբեջանի հետ, ինչի համար ինչի է, ձեր ինչ գործն է Ադրբեջանի ինչ զենք է բանանում, առնում, ձեր ինչ գործն է Ադրբեջանի իր ռազմական բյուջեն ինչքանով ավելացնում, մենակ մենք ենք Ադրբեջանի հարևանը, ոնց որ այ արուն ուրացող, գիտես քո ինչ գործն է, այ որ ձեր գործը ելներ, քո տղան զոհված չէր ելնի, այ Ադրբեջանը զենք է ավելացնում, որ քո հայրենասեր տղու նման մնացած տղեկները զոհվեն, իսկ դու ասում ես, մեր ինչ գործն է, որ Ադրբեջանը զենք է ավելացնում իր ռազմական բյուջեն, ինքը հարևաններ չունի ուրիշ, մենք խաղաղ ենք ապրում, այ Ալիևից հարցեք, նա Ալիև եք էլի սաղըտ, քո տղեն գնացել է Արցախում, իր կյանքն է տվել այդ հողի համար, հերոսացել է, հայրենասերել տղա էր, ֆուտբոլների ժամանակ Ֆաֆի հետ գնում էր, երգում էր, օրներ դրոշը բարձր էր պահում, բալետ էր անում մեր ֆուտբոլի թիմերին, լավ տղա էր էլի քո տղեն, բայց դու ոնց կարաս, տենց նիկոլականներին քծնելով, ընդդիմադիր ներկայանալով, դեպուտատ դառնալով, գնալով Նիկոլի ջեբը ընկնելով, քո տղու արունը մոռանաս, էդի մեր գործն է չի սկի, դու քո խղճի առաջ, Աստծո առաջ պատասխան պետք է տաս, դու մենք դա ինչ ասենք, պրոստը աբիդնի է, որ մենք տենում ենք այտենց տղեկ են զոհվելու ու տես ծնողներ ունեն իրանք, որ պաշտոնի փողի համար
կարան իրանք դաժե ասեն, ինչ անենք Ադրբեջանը զենքը ավելացնում, ոնց ինչ անենք, արա Ադրբեջանի ավելացած զենքի արդյունքում է որ քո տղեն չկա, ոնց ինչ անենք, այ սրբապիղծ, ինչ անեք, գնացեք այս երկրից, հանգիստ թողեք իրական հայերին, էլի։ Շնորհակալ եմ, այսօր այսքանն էի որոշել խոսել, վերջում ցանկանամ ավելացնել, որ մեր երկրում այս սպանությունները, այս որ խաղաղություն, բան էս Նիկոլը որ ասում է, ինչ կապ ունի թշնամու զենքից զինվորա զոհվում, թե հայ-հային սպանում է, օրը 10-ով 20-ով իրար վրա են կրակում, իրար սպանում են ու մեր լավ տղեկը, մատրաշ տղեկը, որ պետք է 4 երեխա ունենան ու այդ ընտանիքը մնա առանց հայր, որ հələ նոր պետք է երեխեք ունենան ու ընտանիք կազմեն, էլ չկան ու շարունակաբար չեն լինում։ Այդ ինչն է խաղաղություն սրա կամ ինչն ենք մենք անվտանգ ապրում։ Այս ամեն ինչը Նիկոլի ստեղծած Հայաստանում է լինում եւ իրա ուզած Հայաստանն է այս ամենը, որ սենց է լինում։ Դրան այլ բացատրություն չկա։ Մնացածը Նիկոլի մանիպուլյացիաներն ու լոլոներն են։ Շնորհակալ եմ։